ասեմ ինչ աստիճան ա եղել, իհարկե ես արդեն ինձանից ինչ-որ բան եմ ներկայացրել 90-ականներից սկսած, իհարկե ես բիզնես եմ ունեցել, իհարկե ես հնարավորություն եմ ունեցել, իհարկե բավականին շատ աշխատատեղեր եմ ստեղծած եղել, իհարկե պետք է ցանկացած իշխանություն ինչ-որ աստիճանի հարաբերություն պահել, իհարկե ես էլ որպես բիզնեսի ներկայացուցիչ պետք է ինչ-որ աստիճան էլ ես պահեի, հիմա դուք դա վերագրում եք դրանով ինչ եք ասում, ես պետության քաղաքացի եմ, ես պետության օրենքներով պետք է շարժվեի, շատ ժամանակ անօրինականություններ ելնում, հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ինչ անեի, մազերս խառնեին դեի առաջ, ինչ անեի։ Ասել եմ, շփվել եմ բոլորի հետ, ես թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից բոլորի հետ շփվել եմ, լավ տեղյակ եմ, մեր սխալներն էլ լավ գիտեմ, ուրիշների սխալներն էլ լավ գիտեմ, այսքանը ասեք խնդրեմ։ Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ինչ հարաբերություններ ունեք։ Շատ լավ հարաբերություն ունեմ, խնամիները վատ հարաբերություն չեն ունենում, այդքան է։ Բայց ես իմ քաղաքական կարծիքն ունեմ, միտքն ունեմ, իմ քաղաքական ուղղությունն ունեմ, պարոն Ծառուկյանը իրեն ունի։ Ոչ մի անգամ չեմ քննարկել, չեմ էլ ուզում քննարկեմ, որովհետև ես ինքս իմ գիտակցությունն ունեմ։ Պարոն Սարգսյան, իսկ Սամվել Ալեքսանյանի հետ ինչպիսի հարաբերություններ։ Շատ լավ, բոլոր գործարարներին ես հարգում եմ, որովհետև բոլորը գեներացնում են, բոլորը բյուջե են վճարում եւ ես հարգում եմ իրանց բոլորին։ Պարոն Ալեքսանյանը, գրեթե բոլոր իշխանությունների հետ աշխատել է, ՀԿ-ից պատգամավոր է եղել, հիմա ՔՊ-ի հետ է այսպես սերտ աճում, այս ամեն իշխանության հետ սերտ աճելը, դա ինչ մարդկային որակի մասին է։ Այդ գիտեք ինչ մարդկային որակի մասին է, ես ուզում եմ ձեզ ասեմ ու մեզ բոլորիս, որ Սովետը դեռ մեր ուղեղի մեջից դուրս եկած չի, դուք այդքան երիտասարդ եք, բայց Սովետից բխող հարցեր եք տալի։ Հայաստանի Հանրապետություն, լսեք, գնացեք նայեք նույն վերցնենք Ֆրանսիայի Հանրապետությունը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, շատ լավ հարաբերություն ունի եւ Մակրոնի հետ, որտեղ ինքը 76 տարեկան է, եւ Շիրակի հետ, եւ Հոլանդի հետ, եւ Սարկոզիի հետ, այդ մարդը ինչ անի, գնա իրանց ասի, եկել եմ ձեզ ինչ անեմ, այն իր համար բիզնես է ստեղծում, նա նրա համար երկրի նախագահ է, բիզնես է ստեղծում, մյուս նախագահն է գալի, նա բիզնեսմենը, այն մյուս նախագահն է գալի, ինչ պետք է անի Ֆրանսիայի թեկուզ 200 միլիարդ կարողություն ունեցող մարդը, պետք է հարգի իր երկրի նախագահին, եթե ինչ-որ մի խնդիր է պետք այդ ինստիտուտներին կարա դիմի, բայց հիմա մենք Հայաստանում ասում ենք Սամվել Ալեքսանյանը բոլորի հետ լավ ա եղել, դա ինչ պետք է աներ, ինչ կարար աներ Սամվել Ալեքսանյանը։ Դե հիմա ինչ պետք է, այն ժամանակ մի քիչ ավելի գրուբի էին, հիմա էլ գցենք Սամվել Ալեքսանյանը այս իշխանության հետ առնչությունները մենակ էլի որպես տնտեսություն, որպես պետություն։ Առաջ մի քիչ ուրիշ ա եղել, հիմա ուրիշ ա, ինչ եք ուզում։